Ինչպես Star-News-ն արդեն տեղեկացրել է, 3 Ամերիկայի Միացյալ Նահանգների Dolby թատրոնում կայացել է Armenian Music Video Awards մրցանակաբաշխությունը, որին մասնակցել են մի շարք հայ հայտնիներ ու ստացել իրենց արժանի մրցանակները։ Մրցանակաբաշխության մասնակիցներից մեկը նաև երգչուհի Ալլա Լևոնյանն էր, ով երեկոյին մասնակցում էր իր «Դստեր» ուղեկցությամբ։ Բացի մրցանակ ստանալը, Ալլա Լևոնյանը նաև ելույթ է ունեցել, նա կատարել է «Հայաստան» երգը, որը շատ նոստալգիկ հիշողություններ է առաջացրել ամերիկաբնակ հայերի շրջանում։ Իսկ մենք առաջարկում ենք դիտել այն հրապարակումները, որով երգչուհին կիսվել է սոցիալական հարթակներում։ Տեսեք, թե նա ինչ շքեղ տեսքով է ներկայացել մրցանակաբաշխությանը։
Իսկ մենք հավելենք նաև, որ Ալլան ու նրա ամուսինը՝ Սերոն, ամուսնացած են արդեն 20 տարի։ Երգչուհին իր վերջին հարցազրույցի ընթացքում առաջին անգամ պատմել էր ամուսնու հետ ծանոթությունը և իրենց սիրո գեղեցիկ պատմությունը։ Մենք դա ևս ներկայացնում ենք ձեզ։ Իմ կյանքը երգի պետական թատրոնում էր։ Սերոյենց բակն էլ հենց վերնիսաժի մոտ էր։ Ես մտերիմ էի իր մորաքրոջ աղջիկների հետ։ Շիրոյան Սոնայենց բակը ևս էդտեղ էր, և ես մի կարճ ժամանակ իրենց տանն էի ապրել, դե մեր բարեկամներն։ Մենք էդ բակում էինք լինում և տիկին Ժաննան, ով ամուսնուս մայրն է, և իմ սկեսուրը, իմ Ժանետը, էնքան հաճելի զրուցակից էր, էնքան հետաքրքիր ու թեթև մարդ էր, որ մենք շփվում էինք, ընկերացել էինք, ամեն ինչ իրեն պատմում էի, նա էլ ինձ խորհուրդներ էր տալիս։ Ես էլ իր տղաների հետ բացարձակ չէի շփվում, ինչ իմանայի, որ սկեսուրս է լինելու։ Հետո էնպես ստացվեց, որ շատ պատահականորեն իր եղբոր ծննդյան օրը ինձ հրավիրեցին, գնացի ու մենք պարեցինք մի երգի տակ, որը հիմա մեր սիրո երգն է դարձել։ Գիտեք, ես իրեն միշտ տեսել էի ջինսերով, ավելի սենց սպորտային, ու ինքը էդ օրը կոստյումով էր։ Ու որ հրավիրեց ինձ պարելու, առաջին անգամ նայեցի աչքերի մեջ ու զգացի, որ էս ինչ լավ նայեց տղան։ Պարի ընթացքում մենք խոսեցինք, ինքը էնքան բարի ու հետաքրքիր էր, նույնիսկ աչքիս շատ բարետես թվաց։ Հաջորդ օրը հանդիպեցինք։ Արդեն որ տեսնում էինք իրար բարևում ու խոսում էինք։ Մեկ շաբաթ հետո ինձ թվաց, թե ես էս տղային մի ամբողջ կյանք ճանաչում եմ։ Էդպիսի հանգստություն ու երջանկություն էդ տարիքում չէի զգացել, իսկ ես փոքր չէի, 26 տարեկան էի, իսկ Սերոն 28։ Ու 4 ամիս հետո մենք նշանվեցինք, հետո ամուսնացանք ու ծնվեցին մեր երեխաները, անկեղծացել էր Ալլա Լևոնյանը։ Ալլան ու Սերոն 3 երեխա ունեն, 2 դուստր և 1 որդի։ Հարցազրույցներից մեկի ժամանակ Ալլան նշել էր, որ ամուսինը ցանկանում է 5 երեխա ունենալ։ Նա նշել էր հետևյալը. ամուսինս ուզում է 5 երեխա ունենանք։ Ես էլ եմ շատ սիրում երեխաներ, սակայն հավատացեք, երգչուհու կարգավիճակում 3-րդ երեխա ունենալը մի քիչ շատ դժվար է։ Ես հաճախ երկրում չեմ լինում, զբաղվածությունը շատ է, սակայն ոչինչ չեմ ուզում բացառել, Աստված իր ժամանակին ամեն ինչ կանի, անկեղծացել էր Ալլա Լևոնյանը։